Ես Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը հայտարարում եմ ընդդիմադիր։ Այլևս ոչ մի այլընտրանք։ ԲՀԿ խմբակցության փոփոխությունը հաստատվեց պաշտոնապես։ Այդ մասին հայտարարեց կուսակցության, այս պահից նաև խմբակցության առաջին դեմքը։ Քարտուղարն էլ է նոր։ Դրա համար նրա ազգանունը ազգային ժողովի նախագահն առայժմ վարժ չի արտաբերում։ Խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զորաբյանը, իսկ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Դրանից րոպեներ անց Ծառուկյանի ցուցանակը չկար։ Գալու Սահակյանը օրակարգը ներկայացրեց, պարզ դարձավ Գյումրիի դեպքերին վերաբերող Փոստանջյանի նախագծին պետաիրավական հանձնաժողովը դրական գնահատական չի տվել։ Թերի է իրավական առումով, դա են շեշտում նաև ընդդիմադիրները։ Առաջարկ է եղել նաև, որ հետաձգվի այս հարցը եւ հանձնաժողովը իրավասու մարմիններին հարցումներ ուղարկի։ Իրապես միջպետական պայմանագրերի հետ հակասություններ կան եւ նաեւ իրավական առումով որոշակի ճշգրտումների կարիք կա։ Տիկին Փոստանջյանին իրոք մենք էլ ենք կոչ անում, որբիսի հետաձգենք հայտարարությունների տեքստը մեկ անգամ եւս ուսումնասիրելու համար։ Հարցադրումը իրավաբանական հիմնավորվածության առումով շատ թերի է։ Մենք չենք ցանկանում, որպեսզի միջամտենք իրավապահ մարմինների գործունեությանը եւ նաեւ ցանկություն չունենք մասնակից դառնալ անիրավի քաղաքական շահարկումներին եւ կոչ եմ անում նաեւ իմ գործընկերներին, որ նման ողբերգության հետ կապված ձեռնպահ մնան քաղաքական շահարկումներից։ Նախագիծն օրակարգ չընդգրկվեց եւ ամբիոնին մոտեցավ ազգային ժողովի փոխնախագահը հայտարարության տեքստով։ Շարմազանովի եւ 12 գործընկերների նախագծով դատապարտվում է հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Այս փաստերը հազարավոր այլ փաստեր խոսում են, որ այո, Թուրքիայում 1523 թվականին տեղի է ունեցել հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանություն։ Հենց ամբիոնից էլ պատմաբան падգամավորը դիմեց Էրդողանին։ Պարոն Էրդողան, քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը այնքան ակնառու է, որքան արևի եւ լուսնի արկայությունը երկնքում։ Քննարկմանը հետևող հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչները թեթևացած շունչ քաշեցին, վերջապես խորհրդարանում լսեցին այն, ինչի մասին իրենք 20 տարուց ավելի է խոսում են։ Մենք առաջ անգամ այդ հարցը դրել ենք ազգային ժողովում, երբ որ ՀՀՇ-ն ա եղել իշխանության գլուխ, 92 թիվին ա եղել եւ պատասխան չենք ստացել։ Ընթացքում հյուրերի օթյակում հայտնվեց Էդուարդ Շարմազանովը։ Խմբագրական փոփոխություններն են քննարկում։ Դրանք կարվեն միայն հույն եւ ասորի գործընկերների համաձայնությամբ։ Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում։ Նախագիծը քննարկվեց առանց բանավեճերի, փաստաթուղթը համատեղ է բոլոր խմբակցությունների ստորագրություններով։ Ծառուի Փոստանջյանի ու լեզվակռիվը չհաշված։ Միայն Հովհաննես Մարգարյանն անսպասելի հարց բարձրացրեց, Օսմանյանը գրել փոքրատառով։ Այդ կարելի է ասել տագանքների կայսրությանը իրոք փոքրատառով գրենք այս կարևորագույն փաստաթղթում։ Մենք չպետք է գնանք իրանց նմանվենք, փոքրատառով գրենք, մեծատառով գրենք։ Ես ձևի կողմնակից չեմ, ես բովանդակության կողմնակից եմ, իսկ բովանդակությունը այստեղ ներառված է։ 6 խմբակցություն պլյուս անկախ падգամավորներ հայտարարության տեքստի վրա վերջնական կնիքը կդրվի 3 շաբթի քվեարկությամբ։ Մինչև այդ падգամավորների սեղանին է պետական պարգևների օրենքի փոխված տարբերակը։ Այն ընդունելու դեպքում երախտագիտության մեդալով կպարգևատրվեն նաև օտարերկրյա քաղաքացիները, ովքեր աչքի կընկնեն ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Շակե Ղազարյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։